Պարտ, մի տեսակ ես պարտ, հեսա կներկայանամ ես պարտքի զգացողություն, ես չգիտեմ, Երևանի այս ազգի 10%-ը չեմ ասում, պարտքի զգացողությունն ուներ, ազգանս Կոյցիկով Բորիկ, Ավդիխանյան Գևորգի հայրն եմ, նոյեմբերի 7-ին տղա Շուշիում վիրավորվեց ծանր, 9 օր պարկելուց հետո ինքը մահացավ, ես խիշ շեշտեցի նոյեմբերի 7, 9-ին էլ էտ բանը, քիչ ներմայնացած եմ, չեմ կարող խոսամ, վերջը, նման և հայտարարություն եղավ 21 թվականի երևի քիչ եք, ապրել է, ես օրը լավ չեմ հիշում, բան, կարող ենք, այս արդեն ծեծվել է, մենք արդեն հոգնել ենք այդ բաներն ասելուց, կլիներ նույն իրավիճակ առանց զոհերի, ես ինչի համար եմ ասում, եթե ազգի 10%-ը դա գիտակցեր, մեր կաշվի մեջ կմտներ, լավ, մենք ինչքան կարանք հարցազրույցներ տանք, ինչքան կարանք անք ես խոսել, մեզ հասկացող չկա, գիտեք ինչ, հայտնի բան է, որ 20 թվականի պատերազմի ժամանակ արտասահմանից ես նկատի ունեմ Ռուսաստան, Եվրոպայից բավականի տղաներ եկան, զոհվեցին եւ գցենք շատերն էլ գնացին փառքասու որ կենթանի մնացին, գնացին իրանց տներում այդ ցուկը չեղավ ոնց որ գցենք մեր տներում բան անցելա 4 տարի մեր ամբողջ ազգը դասալ դիտում է հիմա տեսեք եւ դրսում մարդիկ տեսնում են, որ այս ազգի մոտ, մեր ժողովրդի մոտ միասնություն չկա։ Ամեն անգամ մենք գալիս ենք մեր հոգու կսկիծով խոսում ենք, խոսում, բայց ոնց որ ասած մեզի լսող չկա։ Ինչա, մենք այդքան առհամարված ենք։ Ես շուտվանից Facebook չեմ մտել, ես վերջերս մտնում եմ, բան, ունես թեթևակի բան, շատ մարդիկ հայր մայրեր ասում են, զոհվածների ծնողներ չեն։ Ասում են, բա այդ 5000 երեխաները բան Մենք քաղաքական գործիչներ ունենք, ընդդիմադիրները եսի նկատի ունեմ, որոնք ես 4 տարվա մեջ այս 5000 զոհի անունը 5000 անգամ ասել են, չեն ասել նրա համար, ես պարզ ձեզ ասում եմ, չեն ասել նրանց համար, որ գիտեք, մեզ կարեկցելով կամ բան, ասել են իրանց քաղաքական ուղղակի այդ խոսույթը բան էլի ավելի ծաղկացնելու, ավելի ոնց որ ասած արժեք ունենալու համար։ Հիմա տեսեք, այս ամեն ինչը շատ հապճեպ եղավ, 7 ծնող ենք մենք հավաքված, բան հա։ Ժողովուրդը սենց վերցնենք, էլի ժողովուրդը Facebook-ից է հոգնել, բան դե չգիտեմ, այս քաղաքական բաներից է հոգնել։ Իրանք էլ հոգիտեն, թե ամեն մի կես ժամ մեկ ինչա կատարվում։ Ես ճիշտ եմ հասկանում, դուք բոլոր նաև ուժերին ծնողների խոսքից հասկացա, ասում եք, որ այս ընթացքում որ խոսում են հասկացնեն, որ իրենք այնուամենայնիվ պատասխանատվության են ենթարկելու, հա, Փաշինյանին, օրինակ, չգիտեմ, օրենքը ի վերջու գործելու է, այդ հաղորդումները ընթացք ստանալու են։ Գիտեք ինչ, ցանկացած պայքար, դա կլինի թե հարցազրույց տալու համար, այդ 5000 զոհյանը, որ տալիս են, մենք արդեն հասկացանք, որ բան չունի, արժեք չունի իրանց համար։ Ուղղակի իրանց խոսքը ծանրակշիռ դարձնելու համար, ոնց որ ասած Գիտեք ինչ, մենք այսքան ժամանակ այդ 5000 զոհի անունը շատ քիչ ենք տալիս, բայց իրենք, որ գցենք հարցազրույցներ են տալիս ամեն ինչ, մենք այս 5000-ը ամեն անգամ լսում ենք 5000, տարբեր քաղաքական է, որպեսզի պարզ ասեմ այս ամեն ինչը, անձամբ ես այս քաղաքականությունից շատ հեռու եմ, ինձ համար որպես մարդ գոյություն ունի մեկ բան, ճիշտ և սխալ, Սխալը եղել է, լավ ինչպես մենք կարանք այս ամեն ինչը ճշտենք, չէ որ մենք պետք է ապրենք, այս փոքրիկ հողակտորի վրա մենք պետք է ապրենք, ինչքան մենք պետք է ասենց անբարեխիղճ ձևով մոտենանք մեր փոքր հողակտորին։ Ձեր խոսքը հետևյալն է, որ Փաշինյանը պետք է հայտնվի ճաղերի ետևում, սա եք պահանջում բոլորից, որպեսզի քայլեր ձեռնարկեն, հա, այդ ուղղությամբ։ Երբ որ գոնե մեկ մարդ սպանում են, այդ մեղադրյալը հայտնվում է ճաղերի ետևում, խոսքս մեկի մասին չի, երկուսի մասին չի,
Ես հիշում եմ իր հարցազրույցների մեկի ժամանակ ինքը մի բան ասաց, եթե մի մի շարքային մի մարդու բանանում, չեք ցենք սպանում, ես խոսքերը չեմ կարող, հիմա մի քիչ բան, ինքը համարվում է հայտնվում է ճաղերի հետևում։ Իսկ եթե թագավորը զոհաբերում է այսքան մարդ, ասում է ինքը հանցագործ չի։ Եվ ոնց հանցագործ չի։ Հասկացաք ես ինչ եմ ասում։ Ինքը ոնց հանցագործ չի։ Իրեն առաջարկվել է 2 անգամ կանգնեցնել պատերազմը։ Հոկտեմբերի 7-ին, հոկտեմբերի 19-ին։ Լավ ընդունենք մինչև հոկտեմբերի 7-ը, շատ ցավալի ասել, զոհվել են, մարդիկ զոհվել են։ Պատերազմը ցանկալի բան չի, բայց լինում է դա 7-ից հետո, որ վերցնենք մինչև նոյեմբերի 9-ը, կանգնեցնել պատերազմը, ինչքան այսօր տղա զինվոր տանը կլիներ։ Ես ինչի համար ասեցի նոյեմբերի 7-ին, իմ տղան տանը կլիներ։ Հոկտեմբերի 7-ին թող ինքը կանգնեցներ պատերազմը։ Դրանից պարզ բան, ինչքան վիրավորվածներ, ինչքան հոգեկան ապրումներով մարդիկ մեր փողոցի վրա պատերազմի մասնակցել են Գևորգը, իր ընկերայելի Գևորգը, եւս 3 հոգի։ 3-ը վիրավորվեցին, իմ տղան մահացավ։ Եվ ես չգիտեմ հիմա այդ ասելու բանա թե չէ, հիմա ինքը կարող է ինձ դիտի բան։ Եվ այս տղայի հետ ես որ խոսում եմ, ինքը միշտ այդ պատերազմական վիճակն է։ Ինքը հոգեկան ծանր ապրումների մեջ է։ Վիրավորվել է, ես օրինակ նայում եմ մեր զինվորներին, շատ զինվորներ թևերը չունեն, ոտքերը անդամահատված են, բայց էլի գիտեք ինչ, իրանք էլի հոգեկան այդ ապրումների մեջ էլի ցենք ամուսնացել են որոշները, բա հոգեկան ինչքան ապրումներով մարդիկ կան, ինչ պետք է լինի նրանց ճակատագիրը։ Բնականաբար տարիները անցնում է, իրանք մեծանում են, ցենք հասարակ մի բան կյանքից վերցնենք, էլի պիտի ամուսնանան, չեն կարողանում ամուսնանան։ Լավ, վերջնականապես մենք իրավունք ունենք մեզ ասելու, այս ինչ ջարդ կազմակերպվեց մեր ժողովրդի հանդեպ, այս ինչ ջարդ էր, այս ինչ անհասկանալի ձևով իրանք ամեն ինչ ներկայացնում են այնպես ինչ որ կա, բայց ես որ նայում ես խորքային բանով, չէ, ժողովուրդը չի կարող հասկանալ։ Այնքան են այս քաղաքական բաներով, ինչ ասեմ, ասել, խաբել, որ ժողովուրդը մինչև մալը չի կարող։ Ես զարմանում եմ, որ մինչև իր հետևից մարդիկ են գնում։ Անկեղծ ասած շատ եմ զարմանում։ Ես իմ հարցազրույցների ժամանակ մի օր մի բան ասեցի, պարտադիր է ձեր ընտանիքները ցենց բան կատարի, որ դուք նոր հասկանաք։ Հիմա երևի դուք ինձ հարցնեք, բա լավ, այդ ծնողներով ինչի համար։ Ձեր մյուս հարցը դա է լինելու, ես հաստատ գիտեմ բան։ Ես ոչ մի ծնողի փոխարեն չեմ կարող ասել։ Ես իմ հոգու մեջ մենակ մի բան գիտեմ, իմ տղայի արյունը պիտի ջուր չդառնա։ Իրան հուղարկավորել են զինվորական հագուստով։ Տղայի շիրիմի վրա մեր հայկական դրոշն է։ Մենք հիմա ասես խոսում ենք, գնում ենք տուն։ Բալա, որ մենք մեր տղաների շիրիմների մոտ են գնում։ Մեկը կա, որ մեզի հասկանա, ընկալի, այս ինչ են ամուսիներով նստած մայրն ու հայրը, ինչ ենք մտածում, գիտեք ինչ, այս տխրության չափ ու սահմանը չկա ու նրա համար, որ չի բացահայտում, սենց մի տեսակ գիտեք ինչ, մի մարդ ոնց որ իմ մոտ անես տպավորությունը, որ ամենակարող եկել է, ինչ ուզենա ասի, ինչ ուզենա անի, արեց, կուլ տվեցինք և եկավ ես Արցախի ժողովրդի տեղահանումը, Ղարաբաղ, ինչու եք Ղարաբաղ ասում, ես Արցախ եմ ասում, պատասխանատվության պետք է ենթարկվեմ, թող ենթարկվեմ, ինչի մասին է խոսքը, ինչքան կարելի է, չգիտենք ինչ ընթացք ունենա, շուտով ընտրություններն է, մենք էլ արդեն այս ընտրությունները ամեն ինչ խորքային ենք նայում, են բանի նման չէ, որ խոստումներ են տալիս, մենք ինքս 64 տարեկան դու գիտեք ես ինչքան ղեկավար եմ փոխել, ինչ խոստումներ եմ լսել։